Մերոնք այնտեղ են, քույրիկները սերտով գալիս են։ Ես ձեզ պատմեմ մի գործարանատիրոջ եւ իմ խոսակցությունը։ Ես գործարաններից մեկն էի այցելել եւ ես խոսեցի աշխատատեղերի եւ այլնի մասին։ Այդ գործարանատերը ասեց, որ ես հիմա 400 թափուր աշխատատեղ ունեմ եւ չեմ կարում լրացնեմ։ Ասեցի, գումարը շատ չէ, է պահանջում։ չէ, գումարը ասցի, բա ինչ է կանելու։ Ասեց դրսից կազմակերպության այդ պայմանագիր եմ կնքել։ Իրանք ինձ խոստացել են, որ 400 աշխատող կբերեն, այսինչ աշխատավարձ։ Հիմա ես ինչի համար եմ ասում։ Տեսեք, այո, կոնկրետ այդ մարդը ասում էր, որ Հնդկաստանից աշխատողներ են։ Չէ, բայց թափուր աշխատատեղերը բա ինչի չեն լրացվում։ Հասկանում եք, այսօր Այնօր գումար են տալիս, դեպի դրա համար մեր Այս շատ եղավ արդեն, չէ, լավ էլի խնդրում եմ։ գումարային առումով երևի քիչ են բարձրացնում, մեզ տեսեք։ Այն օրը աշտարակում ուղիղ ասես քիչ են տալիս, դերազգանունը ինչ է։ Պարոն Ծառուկյան, տեսեք։ Պարոն Ծառուկյան, տեսեք, այն օրը ուղիղ եթերում է եղել, ինչ որ ես ասում եմ։ Աշտարակում քայլում ենք, մարդա պատուհանից նայում է, ասում եմ ո՞նց եք։ Ասում է լավ չենք։ Որ ասես լավ չենք, մոտեցա, ասում եմ ինչի լավ չենք։ Ասում է աշխատելու տեղ չկա։ Ասում եմ ինչ մասնագիտություն ունեք, ասում է բանվոր եմ։ Ասում եմ, բայց բանվորի համար տեղ չկա։ Այդ պահին կամ մարզպետներ կամ համայնքի ղեկավարներ ասեցին այս պահին աշտարակում պետական շինարարությունների վրա 150 է ասեցին, թե 75 թափուր աշխատատեղ կա։ Այսինքն այդ իրականում, որ մենք փակենք, հիմա այդ գործարանը պրոբլեմներ ունի։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։